թևերի, քայլերի եւ անելիքների մասին ձեր պատկերացում եւ տեսլականը որն է։ Մենք արդեն հետընտրական շրջանում ենք։ Մեր տեսլականի շրջանակներում արդեն իսկ իրականացնում ենք գործողություններ։ Օրենքով նախատեսված բոլոր միջոցներին դիմում ենք եւ այդ բոլոր միջոցները օգտագործելու ենք։ Բոլոր հնարավորությունները օգտագործելու ենք, իսկ հետագա քայլերը արդեն քննարկենք դրանց արդյունքների հիման վրա։ Դա է մեր պատկերացումը, սա է մեր մոտեցումը։ Հիմա հաճախ նշում են, որ մի քանի սցենարների հնարավորություն, ըստ անհրաժեշտության նաև փողոցի գեներացիա, հանրային ուժերի գեներացիա փողոցում։ Դուք տեսնում եք դրա հնարավորություն, այդ ռեսուրսը կա այսօր։ Ինչպես նշեցի արդեն, մենք բոլոր իրավաչափ միջոցներով շարունակելու ենք մեր պայքարը։ Այս պահին արդեն ունենք պատկերը եւ մենք գտնում ենք, որ ընտրությունները անցել են այնպիսի խախտումներով, որոնց արդյունքները մեզ համար ընդունելի չեն։ Իրավիճակը ցույց կտա, թե ինչպիսի արդյունքներ կունենանք Սահմանադրական դատարանում, ինչ պրոցեսներ կզարգանան հետագայում, ըստ այդմ կայացնենք համապատասխան որոշումներ։ Բերեք այդպիսի մտավարժանք չանենք հիմա, թե ինչ կլինի, ինչպես կանենք, որ պահին ինչի կդիմենք, դա ամենաշնորհակալ գործը չի, բայց մենք բոլոր իրավաչափ միջոցներով շարունակելու ենք մեր պայքարը, մեր գործողությունները։ Այդուհանդերձ չբացառելով նաև իրենց հետ Չենք բացառում իհարկե չենք բացառում եւ իհարկե շատ ողջունելի է, որ տեղի են ունենում պրոցեսներ, համախմբման պրոցեսներ, դրանք ողջունելի են, շատ կառուցողական երևույթներ կարող են առաջիկայում տեղի ունենալ եւ մենք իրականում հետևում ենք ընթացքին, մեր գործողություններն ենք իրականացնում, դուք տեսնում եք մեր գործողությունները թափանցիկ են, անընդհատ ներկայացնում ենք հանրությանը եւ պարբերաբար հաշվետվությամբ ենք հանդես գալիս, թե ինչ ենք մենք անում եւ մեր ընտրողին էլ պահում ենք անընդհատ տեղեկացված։ Պարոն Դրմյան, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը մասնավորապես Սահմանադրական դատարան դիմելու հետ կապված հայտնել է, որ անիմաստ է, որովհետև կանխատեսելի է, թե ըստ էության Սահմանադրական դատարանը ինչ որոշում է կայացնելու եւ նշել է, որ անիմաստ ժամանակի վատնում է, որովհետև